Երևանում այս Եվրո էքստազի շոուն հասավ իր գագաթնակետի, այս խմբի ողորմելի ներկայացուցիչները, որոնք մեզ տարան պարտության, կապիտուլյացիայի, Արցախը հանձնեցին, Մեղրին հանձնեցին, պարծենում են, տեսեք ինչքան մարդ ենք բերել Երևան, այսինքն 16 տարեկան դպրոցականի բան է, մտածելակերպ, տեսեք ես ինչ հայտնի մարդ եմ, տեսեք ինչ շրջապատ ունեմ, Եվրո շուխուր ստեղծեցին Երևանում եւ դրանով բարձրանում են իրենք եւ իրենց անդի անդամները։ Հիմա առաջին այս մարդիկ ձեզ համար չեն եկել Հայաստան, այս մարդիկ եկել են Զելենսկիի համար եւ ամենակարևոր հարցերը, որոնք նրանք քննարկել են, եղել է հենց Ուկրաինայի պատերազմը, Զելենսկուն տրամադրվող օգնությունը եւ Եվրոպայի պայքարը Ռուսաստանի հետ։ Երկրորդը, նրանք եկել են հենց նրա համար, որ դուք համաձայնվեցիք դառնալ գործիք Ռուսաստանի դեմ։ Ձեզ համար չեն եկել։ Եկել են նրա համար, որ Հայաստանը օգտագործեն Ռուսաստանի դեմ, ռուսներին դուրս հանեն, դա է նրանց նպատակը։ Եվ դա բաց ասեց այն 11% ռեյտինգ ունեցող ղեկավարը Ֆրանսիայի, որ ասեց ես 8 տարի առաջ չէի գա, որովհետև դուք Ռուսաստանի դաշնակից եք, իսկ հիմա որ դուք Ռուսաստանի դաշնակից չեք ուզում դառնալ, ես կգամ։ Այսինքն դուք ինձ պետք եք այն ժամանակ, երբ որ դուք ուզում եք Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ունենալ։ Երբ որ ես կարող եմ ձեզ օգտագործել ռուսների դեմ, այն ժամանակ ես կգամ։ Իսկ Հայաստանին պետք եղած պահին, երբ 20 թվականին մենք պարտվում էինք, մեր տղաներին սպանում էին Իսրայելի եւ Թուրքիայի դրոններով եւ ամբողջ աշխարհը նայում էր, ներառյալ մեր դաշնակիցներին ցավոք սրտի, եւ երբ մեր տղաների դեմ հանդես եկավ Թուրքիան, Ադրբեջանը, անգամ ասում են Պակիստանի հատուկ ջոկատայինները եւ Սիրիայից բերած տերրորիստները, դա պատճառ չդառավ, որ մեր սիրելի Ֆրանսիայի ղեկավարը գա Հայաստան եւ մեզ աջակցի։ Այն ժամանակ, երբ որ մենք իրա կարիք ունենք, մենք իրան պետք չենք։ Մենք իրանց պետք ենք այն ժամանակ, որ մենք համաձայնվում ենք Ռուսաստանի հետ կռիվ տալ, Ռուսաստանի թշնամի դառնալ։ Էլ չխոսանք հետևանքների մասին, շատ անգամ խոսել ենք մեզ։ 2 թշնամի քիչ էր, հիմա 3 թշնամի կունենանք։ Եթե Հայաստանում Ադոլֆ Հիտլերը լիներ իշխանության ղեկավար եւ նա համաձայնվեր Ռուսաստանի դեմ պայքարել, նրանք հանգիստ կգային Հայաստան, դե կասեին դե մի քիչ չափազանցնում եք, 6 միլիոն հրյա չէր, ասենք թիվը ավելի փոքր էր, դե հիմա նա մեզ պետք է։ Ինչպես ասեց Չերչիլը, դե իհարկե հզոր մի մարդ էր պատմական գործիչ բրիտանական դիվանագիտության վարպետ, նա ասում էր, եթե Հիտլերը ներխուժի դժոխք, ես պարլամենտում հանդես կգամ մի ճառով, որտեղ գոնե դրական ձևով կխոսեմ սատանայի մասին։ Այսինքն, երբ որ ինձ սատանան պետք է Հիտլերի դեմ, ես սատանային էլ կգովամ։ Դուք այսօր տեսաք դրա օրինակը։ Ֆրանսիայի նախագահը ասում է, ես չէի գա Հայաստան, երբ Հայաստանը Ռուսաստանի դաշնակից էր, բայց հիմա որ դուք համաձայնվել եք Ռուսաստանի հետ կռվել, ես կգամ։ Եվ այս նույն մարդը իր ինտերվյուում, որ ես կախել եմ իր էջում, բաց ասում է, որ նա Ղարաբաղը Պրահայում հանձնել տվեց, որ ռուսներին դուրս հանի Կովկասից, որտեղ Պուտինը իրան դուրս հանեց Աֆրիկայից, նա վրեժխնդիր եղավ ռուսներին հանեց Կովկասից, Ղարաբաղցիների մասին չի էլ խոսում։ Ասում է Ղարաբաղը դա տարածք է Ադրբեջանի սրտում, տարածք։ Այսինքն այնտեղ ոչխարներ են արածում։ Այնտեղ հայեր չեն ապրում։ Պետք չի մտածել այս մարդկանց ապագայի մասին, երբ որ դու հանձնել ես տալի Ղարաբաղը։ Եվ հետո Կոկորդիլոսի արդյունքներով խոսում էր ցեղասպանության մասին։ Ինքը դառնալով հանցակից ցեղասպանության հաջորդ էջին։ Այսինքն այդքան մի ուրախացեք։ Այստեղ ձեր հարցը չի։ Ցանկացած մարդ, ասել եմ, Հիտլերն էր լիներ, եթե համաձայնվեր Ռուսաստանի դեմ պայքարել, նրանք Հիտլերի մոտ էլ կգային։ Սա ձեր մասին չի, սա Զելենսկու մասին է։ Եվ սա Ռուսաստանի հետ պատերազմի մասին է, ոչ թե Հայաստանի մասին։ Էլ չասեմ, որ դուք բերեցիք Հայաստան մի մարդու, որը շնորհավորում էր Ալիևին հաղթանակի արդիվ, Ալիևը, որը 5000 հայ տղա է սպանել, նա իրան շնորհավորում էր, եւ դուք իրեն բերում եք Երևան, իր ձեռներն եք լիզում։ Էլ չասեմ ֆոսֆորային զենքը, որը ըստ Ռոբերտ Մենենդեսի, ամերիկյան սենատորի, նա տրամադրեց Ադրբեջանին մեր իսկ տղաների դեմ։ Դա էլ ձեր համար կապ չունի։ Դուք գնացեք մի հատ արյան անալիզ հանձնեք, տեսեք դուք հայ եք, թե ինչ որ ուրիշ ազգություն ունեք։ 5000 տղա սպանած մարդուն դուք գնում եք ձեռները համբյուրում եք, գիրքը վերցնում եք, ֆոսֆորային զենք ուղարկած մարդուն բերում եք Երևան, դուք մի հատ գնացեք արյան անալիզ հանձնեք, տեսնեք, այս ինչ ազգություն ունեք դուք։
Այս հավաքույթը, այս ձեր շոուն, ձեր մասին չի։ Սա Ռուսաստանի դեմ մղվող պատերազմի մասին է, սա Զելենսկու մասին է, եւ դուք տեսաք, որ հենց սկզբից էլ բանից Ուկրաինայից սկսեցին խոսալ, իրանց համար ամենակարևորը։ Սրանց այս ղեկավարների մեծ մասը Հայաստանը երևի խնդրել են, որ իրենց օգնականը քարտեզի վրա գտնի Հայաստանը, որ նրանք հասկանան ուր են գնում։ Եվ դուք ծախեցիք Ղարաբաղ եւ ծախեցիք Մեղրին, որ այս թիթիզ շոուն կազմակերպեք։ Եվ երրորդը, նրանք եկան հիմա ոչ թե նրա համար, որ Հայաստանը կարևոր դառավ իրենց համար, այլ այն բանի համար, որ դուք շուտով ուզում եք նորից կեղծեք ընտրությունները։ Նրանք եկան ձեզ օգնելու համար, որ դուք նորից ընտրվեք եւ Հայաստանը հանձնեք։ Սա ձեզ հետ որևէ ուրիշ կապ չունի։